Նստում եմ։ Հա, ես հեսա դուրս կգամ։ Ալո։ Արմո, բարև։ Բարև ձյացակո։ Ոնց ես։ Այդ գալիս ես մեր տուն չես էլ գալիս ինձ տեսնես, հա։ Հա, ձյացակո, օֆիսից զանգեցին մի անգամից հետ եկամ։ Հիմա ձեր տան ճանապարհին եմ, խոսալու բան կա կարևոր։ Ինչ որ նորություն կա գործերից։ Հա, կա։ Դե արի, սպասում եմ։ Լավ։ Ձեր տան մոտ եմ Նարը։ Սոնիչ լավ է, դու ես վախեցա։ Նարը, ես ինչ ես անում։ Սոն, Հայկը ինձ է սպասում, ես պիտի գնամ, ժամանակ չունեմ։ Գժվել եք։ Սոն, հնարավոր է, ես մեր վերջին հնարավորությունն է։ Ոնց հիմա դուրս գամ տնից։ Մի գնա, մամա տանն է։ Ու եթե անգամ վրամը դրսում չլիներ, պապա դրսում կանգնած է։ Դու ձերոնց լավ ես ճանաչում, դու լավ գիտես ինչ կլինի, եթե ձերոնք Հայկին էստեղ տեսնեն։ Ու Հայկն էլ պակաս տաքարյուն է, ես չեմ հասկանում, դուք հետո իմ մասին չեք մտածում։ Ես երկրորդ անգամ նույն սխալը չեմ կրկնի։ Ես չպիտի Հայկին թողնեի։ Սխալ էր իմ հետ տուն գալը։ Ես չգիտեմ արդեն քեզ ինչ ասեմ։ Դու ուղղակի նայ տես դրսում ով կա, որ մասում են մերոնք։ Այսինքն Արմոն ինչ փաստաթուղթ տա ստորագրել։ Չգիտեմ, պապ, բայց պետք չի այդ հարցերում այդքան արտոնություններ տալ իրան։ Լավ, մի փոքր կլավանամ կգնամ օֆիս կտեսնեմ ինչ է կատարվում։ Բարև ձեզ։ Բարև Արմո։ Ոնց ես ձյացակո։ Լավ եմ։ Վրամն ասում է ինչ որ փաստաթուղթ է ստորագրել։ Հա, հենց այդ թեմայով ուզում եմ հետդ խոսեի։ Լավ, ասա տեսնեմ, ինչ ես ասում։ Առավոտ ձեր տանը մի երկու փաստաթուղթ եմ մոռացել սեղանին։ Վերցնեմ գամ ու խոսանք։ Լավ։ Հայկ, Ուր մնացիր Նարը։ պապան ու վրամը դրսում են, չեմ կարողանում դուրս գալ։
Էտա քեզ խանգարում, հա, մենակ որ դուրս գաս։ Բայլի չէ։ Ալո։ Հայկ։ Հայկ, Բարև Սոն։ բարև Հայկ, բայց կլինի մի քիչ են կողմի վրա կանգնենք։ Վրամի պապան ու Վրամը բակում են ամեն պահի կարող են գալ։ Սոնա ջան, ես ոչ մեկից ոչ վախենալու, ոչ էլ թաքնվելու բան ունեմ։ Ուր ա Նարեն։ Ներսում ա դրան մոտ ա, սպասում ա ինձ, որ դուրս գա։ Դե ասա թող գա։ Հայկ, խնդրում եմ։ Ասում եմ, ասա թող դուրս գա։ Էդ ում պիտի ասի, որ դուրս գա։ Վրամ լսի։ Ներս անցի, Սոնա։ Մի րոպե, Վրամ, ոնց ներս գնամ։ Սոն ասում եմ գնա ներս։ Ասում ես ինչի ես եկել իմ տուն։ Իմ հիշելով վերջին անգամ քեզ նենց ճանապարհեցինք, որ էլ պիտի չգայիր։ Ես Նարեի հետևից եմ եկել։ Ում հետևից։ Նարեի։ Ու եթե եկել հասել եմ ստեղ, ուրեմն ոչ մեկի կարծիքը ինձ չի հետաքրքրում այս հարցի վերաբերյալ։ Տո դու քանի գլխանի ես, որ եկել հասել ես իմ տուն ու այս ձևով ես խոսում։ Բայց ես մտածում այդ տղա, որ կարաստեղից ողջ չգնաս։ Ոնց որ հերես։ Ես հենց սրանից էի վախենում։ Հիմա ինչ ա լինելու։ Ինչ ա կատարվում։ Ինչ ա եղել։ Մարգարիտ հորն է եկել։ Հա, պարզ ա։ Երևի նորից հիշել է, որ քույր ունի։ Չէ, այս անգամ Նարեի հետևից է եկել։ Ինչ։ Որս թեմային հələ կանդրադառնանք։ Շատ բայցեր ու հարցեր կան այդ թեմայում։ Ու դրանց պատասխանները մենակ դու ունես։ Բայց ես հիմա եկել եմ Նարեի հետևից։ Ու առանց Նարես տեղից չեմ պատրաստում գնալ։ Դու գործ չունես Նարեի հետ։ Այդ դու ես որոշում։ Հա, ես եմ որոշում։ Ուշացել ես արդեն։ Ես ու Նարեն մեր որոշումը կայացրել ենք։ Ուշադիր ինձ լսի։ Ես հենց հիմա Նարեին կանչում եմ դուրս։ Բայց այդ քո համար շատ վտանգավոր է, Մարգարիտ հոր։ Եթե Նարեն ասեց, որ ոչ մի բանից տեղյակ չի ու քո հետ չի գալիս, ես կհամարեմ, որ քո կյանքը քեզ նվեր եմ տալիս։ Կգնաս ու կմոռանաս այս տանտեղը։ Իսկ եթե հակառակը եղավ, չնայած հակառակը չի կարա լինի, որովհետև ես այդ տարբերակը բացառում եմ, այդ անհնար է։ Հասկացար։ Վրամ, վերջացրու, ոչ մի բան մի արա։ Մի րոպե, պապ։ Նարե։ Նարե։ Նարե։
Նարե Մարգարիտ հորն եկել է, որովհետև հույս ունի, որ հետը պիտի գնաս։ Հիմա քո որոշում կայացնելու միակ հնարավորությունն է ես։ Տես ոչ մի բան չեմ ստիպում ու չեմ արգելում քեզ։ Թողնում եմ, որ դու որոշես ինչ ես անելու։ Հիմա կամ գնում ես ու մոռանում ես մեր մասին ու ես տանտեղը, կամ մնում ես ու մենք կյանքում էլ Մարգարիտ հորան անունը չենք լսում, հասկացար։ Տես չեմ վախացնում, ոչ մի բան չեմ ասում քեզ, չեմ ասում ինչ եմ անելու հետո։ Որոշի։ Չնայած դու պիտի արդեն որոշած լինեիր, չէ՞ Նարե։ Թե սխալ եմ մտածում։ Լավ մտածի։ Մտածի մենք ոչ միտեղ չենք շտապում։ Նարե, մի վախեցի ոչ մի բանից։ Ես քո հետ եմ։ Ու ամեն ինչ ավելի լավ է լինելու։ Նարե, մտածի քայլանելուց առաջ, լավ մտածի։ Քո պատասխանին ենք սպասում, Նարե։ Նարե, ինչի չես խոսում։ Որոշում ես չէ կայացրել։ Նարե խոսա։ Խոսա։ Ասա այս մարդիկ թող իմանան որոշմանդ մասին։ Խոսա, որովհետև հետո էլ կարող է առիթ չլինի խոսալու։ Պատասխանի Նարե։ Հա։ Որոշել եմ։ Հայկ կներես բայց ես ընտանիքիս հետ եմ մնում Ինչ? Հա, այս իմ որոշումն է։ Նարե, ինչ ես խոսում։ Կներես, բայց իսկապես ես ընտանիքիս հետ եմ մնում։ Դու լսեցիր Նարեին։ Հիմա ես քեզ ճանապարհեմ, թե կգնաս։ Դու հասկանում ես հիմա ինչ ես անում։ Կներես։ Ես կներեմ։ Դու քեզ կներես։ Հայկ, սպասի։ Սոնա ուր ես գնում, սպասի։ Սոնա։ Դե լավ։ Ախպերն է։ Թող խոսի։ Դու գիտեիր ում հետ ես ամուսանում։ Հայկ, սպասի։ Ես չհասկացա ինչ կատարվեց։ Ասում էիր, որ
դրան հետևում կանգնած է ու որոշել է, չէ՞ հստակ։ Հա, որոշել էր, բայց ես չհասկացա վերջի պահին ինչ փոխվեց։ Հիմա էլ կարևոր չի ինչ կատարվեց։ Կարևորն այն է, որ ես էլ երկրորդ անգամ ես գալիս եմ Ադամյանների տան մոտ ու գլուխս կախ հետ եմ գնում Սոնա։ Դրան ոչ բացատրություն կա, ոչ էլ արդարացում։ Հայկ, դուք պետքա խոսեք, պետքա հասկանաք, թե ինչ կատարվեց։ Ինչ խոսամ։ Ինչ խոսամ, Սոնա։ Ոչ մի խոսալու բան չունեմ ես։ Հայկ։ Ախպերդ մինչև կյանքի վերջ պիտի պարտական լինի քեզ, որ սենց հանգիստ եկավ ու գնաց Սոնա։ Որովհետև եթե դու չլինեիր, այդ լակոտին ստեղ ողջ թաղել էի։ Կարոյիս մայից հետո ամեն օր առիթ եմ սպասել, ամեն օր, որ այդ լակոտին թաղեմ։ Ու հիմա ես այդ առիթը ունեմ, բայց ոչ մի բան չեմ անում։ Ու այդ մենակ քո խաթրա։ Դու ես ինչ ես անում, Նարե։ Դու ինչ ես հասցել ամեն ինչ նրան, որ այդ տղեն գա մեր տուն։ Դու պատկերացնում ես ինչ կարող էր լինել։ Պատկերացնում ես, որ նորից արյուն կարող էր թափվել։ Բա որ պապան վատանար։ Բա որ վրանն ու այդ տղեն իրար վնասեին։ Դու ինչ գործ ունես Հայկի հետ։ Ոչ մի բանը քեզ դաշ չեղավ։ Վրամը հեսա կգա։ Փաստորեն ճիշտ էի հասկացել, ստեղ ինչ-որ բան է կատարվում։ Այդ ընդհանրապես քո գործը չի ու քեզ չի վերաբերվում։ Այդ լակոտը դրսում է։ Չեմ ուզում մտածեմ, որ երկրորդ անգամ ուզում ես նույն սխալը կրկնես, Նարե։ Ես չեմ պատրաստվում քեզ բացատրություններ տալ։ Դու ոչ միտեղ չես գնում։ Կգնամ։ Ու ոչ մեկ ինձ չի կանգնացնի։ Կլինես դու, թե ուրիշ ինչ-որ մեկը։ Դուք ստիպված եք համակերպվել։ Որովհետև ես Հայկին եմ սիրում։ Ու շատ եմ սիրում։ Այնքան շատ եմ սիրում, որ իմ համար մեկ է, թե ինչ կլինի։ Ու ես հիմա գնալու եմ Հայկի հետ։ Եթե ոտքը տեստնից դուրս անես ու այդ լակոտի հետ գնաս, այդ ժամանակ Հայկը կիմանա քաջիկի ձայնագրության մասին։ Ու իր համար պարզ կլինի, թե իր հորով ով է սպանել։ Ու այդ մասին ոչ Վռամը գիտի, ոչ Սոնան, ոչ էլ Հայկը։ Դու պատկերացնում ես, չէ՞ ինչ կարող լինի։ Նամակը կա, պատմում է, թե ոնց է սպանել։ Ձայնագրությունով էլ ամեն ինչ բարձ կլինի, կհասկանա, թե ով է իսկական սպանողը։ Եթե դու մտածում ես, որ քո խաթր Հայկը ոչ մի բան չի անի, բայց այ Միքոն շատ տաքայրուն է։ Ինքը ոչ մի բան հաշվի չի առնի։ Ամեն ինչի վրա թքած ունի։ Ու դու լավ ես հասկանում, չէ՞, որ այդ ամեն ինչով Վռամի ու Սոնայի հարաբերություններն էլ է փլուզվում։ Դու չես անի տենց բան։ Կվախենաս։ Դեմքդ տենց բացայտ ցույց չես տա։ Կանեմ, ոչ չեմ անի։ Մենակ նրա համար, որ դու դրա հետ ոչ մի տեղ չգնաս, կանեմ։ Էն էլ ոնց կանեմ։ Եթե կասկածում ես, ուրեմն փորձի։ Ես սխալ բան չեմ անի։ Ընդամենը ճշմարտությունը կբացահայտեմ։ Ու կողքից կնայեմ, թե ոնց են 2-10 տարվա թշնամիներ իրար միս ուտում։ Ում պատճառով։ Քո պատճառով, Նարե։ Եթե դու մտածում ես հորիցդ եմ վախենում, դու չարաչար սխալվում ես։ Սա քոն չի ասեն ինձ մատով կպնել, Միքոն իրան կսպանի։ Նորից եմ ասում, Միքոն շատ տաքարյուն է։
Երբ աչքերի դեմը սևանում է, ինքը ոչ մի բան չի տենում։ Դու ինձ ասելու բան չունես։ Քեզ եմ հարցնում, Նարե։ Ինձ հետ խոսելու բան չունես։ Այն ժամանակ, որ աղբերդ քեզ չէր թողնում տնից դուրս գալու, մեծ խոսում էիր։ Ասում էիր, ես ընտանիքը ամենավատ ընտանիքն է աշխարհի։ Ու հիմա ինչ դուրս եկավ։ Հա? Դուրս եկավ, որ աղբերդ ճիշտ էր անում։ Շատ ճիշտ էր անում։ Ու եթե քեզ թվում է, այս թեմաները սենց հեշտ փակվելու է ու գնան արե, ասեմ, որ դու շատ սխալվում ես։ Այդ լակոտը այս անգամ իրա ոտով գնաց տեղից, ողջ առողջ իրա ոտով գնաց տեղից, բայց աստված չանի, արե աստված չանի, ես իմանամ դու այդ լակոտի հետ կապդ պահում ես։ Այսքան մարդու առաջ խոսք եմ ասում Նարե, անելու եմ այն ամեն ինչը, ինչը որ խոստացել եմ աղբորս գերեզմանի առաջ։ Ու ձեռս մի վարկյան անգամ չի դողալու, ոչ մի բանի առաջ չեմ կանգնելու էլ։ Այդ ես եմ մեղավոր, ես եմ մեղավոր, ու ժամանակին բռնեցի ձեռքդ ու թույլ չտվի անեիր այն ինչ պիտի անեիր, որ այսօր այս խայտարակության առաջ չկանգնեինք։ Այս ինչ բան է։ Սրանից ավել խայտարակություն ու պատիժ կա։ Այդ ընտանիքը իմ տանը անեծքն է դարձել։ Ես Մարգարիտ տարիքը հաշվի առօիդ լակոտ իմ կյանք շնորհեցի, որ մտնի տունս ու պղծի, հա? Ես թույլ չեմ տա Նարե, որ պատմությունը կրկնվի։ Դրա տան անդամներից մեկը ժամանակին ուզում էր քանդեր տունս, հիմա էլ դրա լակոտը։ Լավ իմացի Նարե աղջիկ, ոնց որ լալային ջնջեցի կյանքիցս, այդպես էլ քեզ կջնջեմ, վարկյան չեմ սղճա։ Իմ համբերությունն էլ չափ ու սահման ունի։ Եթե մարդ իր տված խոստումը չի պահում, խիղճը մեռնում ամեջս։ Ինչ խիղճ։ Դու ես խղճից խոսում։ Ամենակիչը դու ունես դրանից խոսալու իրավունքը։ Ու դու դեռ կանգնած սպառնում ես։ Դու մի հատ հավաքի քեզ ես ոնց ես խոսում։ Նարե ջան, մենք բոլորս հիմա լարված ենք, լավ կլինի, որ գնաս քո սենյակ։ Լսում ես։ Գնա քո սենյակ։ Այդ որ ասում ես խղճացիր ու կյանք շնորհեցիր։ Քո ասացի վրա ծիծաղդ չի գալիս։ Ում ես կյանք շնորհել։ Ում ես խղճացել։ Մարգար պապուն, որ խեղճ մարդը եկավ չոքեց դրանդ առաջ, ներողություն խնդրեց քեզնից։ Այն պարագայում, որ դու պիտի էդ անեիր։ Նիկոյին ես խղճացել։ Հայկին ես խղճացել, որ ամեն ինչից զրկել ես։ Հորքուրին ես խղճացել, որ տնից դուրս հանեցիր։ Առանց իրա մասին մտածելու ինչ կանի, ուր կգնա, ում հետ կլինի։ Թե Աշոտին ես խղճացել, որ սպանեցիր քաջիկի հետ։ Հետո թաղեցիր նենց իբր ոչ մի բան չի եղել։ Հետո ապրեցիր հանգիստ։ Իբր իրար հետ չեք հաց կիսել, իրար աղբեր չեք ասել, այդ մարդուն անգերեզման թողեցիր, ում ես խղճացել։ Խոսա։
Հերիքա ճիշտ ու սխալ խաղաք։ Հերիքա մարդկանց մեղադրեք։ Սխալը մեր ընտանիքից է դուրս եկել, մեղքն էլ։ Նարե դու հասկանում ես ինչ ես խոսում։ Հասկանում ես ինչ ես խոսում, թե այդ լակոտն է ուղեղը տենց բաներով լցրել։ Այդ քո ասած լակոտի առաջ մենք ավելի մեղավոր ենք, քան ինքը մեր։ Հայկը սիրում է ինձ։ Բայց գաղափար չունի, որ ես այն մարդու աղջիկն եմ, որ իր հորն է սպանել։ Գիտի, որ սպանել են։ Բայց չգիտի դեռ ով է արել։ Պապա մի բան ասա։ Պապ չես լսում աղջիկդ ինչա զառանցում, խոսա, մի բան ասա։ Ես զարմանում եմ, գիտես։ Ես զարմանում եմ, դու ես խղճով։ Այս մեղքի զգացումով ոնց ես ապրել այսքան տարի։ Ոնց ես այդ ամեն ինչով հանդերձ մարդկանց մեղադրել։ Տենց չի կարելի։ Ես այսօր կգնայի Հայկի հետ։ Բայց գիտես ինչի չգնացի։ Ես կգնայի, որովհետև սիրում եմ Հայկին, ու մաման ճիշտ է ասում։ Այդ անեծքա, որ ես սիրում եմ Հայկին։ Ինձ նայի, պապա, գիտես ինչի չգնացի։ Ոչ թե նրա համար, որ ընտրություն արեցի ու ընտրեցի ձեզ, այլ ուղղակի հասկացա, որ այդ մարդը, երբ որ իմ աչքերին նայի, իր սիրած աղջկան չի տեսնելու, այլ տեսնելու է մի մարդու, ում հերը կործանել է իրանց ամբողջ կյանքը ու սպանել է իր հորը։ Հայկը ճշմարտությունը բացահայտելու ճանապարհին է։ Չեք նայում ինձ։ Չեք նայում։ Լավ է բարել։ Բերիկանեի։ Տունս է մտել, բղծել անտանիքած։ Չեն զղջում։ Էլիկանեի։ Ախո հանգստացի։ Չէ, հավարնո, հարի։ Հարի տանիք սենյակ։ Այ սակո։ Ուրեմն ուշադիր լսի ինչ եմ ասում։ Ես խոսք եմ տվել։ Ես մարդկանց մոտ խոսք եմ ասել։ Ու այդ խոսքը խախտող չպիտի լինի։ Ես գիտեմ, որ նա ճիշտ, որը սխալ։ Այդ ես գիտեմ, մենք ճիշտ ենք, թե չէ։ Դու դեռ շատ փոքր ես։ Լակոտ։ Շա ես քեզ պիտի դնեմ, կյանքս պատմեմ, կյանքս բացատրեմ։ Հա!
ավելի հանիք վայ։ Խնդրում եմ խմի։ Այ մարդը ինչ ես ասում։ Այ ինչ ես անում։ Սակո ես էլ չեմ դիմանում։ Ձյացը քո ախր խմի էլի։ Քեզ մի բան եմ ուզում հարցնեմ։ Ու գիտեմ, որ չես պատասխանելու։ Ուղղակի հարցնում եմ։ Դու ո՞նց ներեցիր։ Ու ինչի համար ներեցիր, ես տենց էլ չհասկացա։ Ջան, ես շատ լուրջ պատճառներ եմ ունեցել ներելու համար։ Թող խոսքս քեզ համար հերիք լինի։ Ու գոհ ես քո ասածից։ Ասեցիր հանգստացար, թեթևացար։ Բայց չես մտածում հետևանքների մասին։ Ես չէի ուզում։ Ինչ կարևոր է ուզում էիր, թե չէ։ Երբ արդեն ասեցիր այն, ինչ չպիտի ասեիր, Նարե։ Մեկը մի օր բոլորը իմանալու էին։ Ով չգիտեր։ Պապան, Արմոն, ես, դու։ Ինչքան ենք լռելու իրար խաբելու։ Բոլորս էլ գիտենք ինչա կատարվում, բայց իրար դիմաց խաղում ենք։ Մենք պապայից ինչով ենք տարբերվում, որ գիտենք ինչ ա եղել, բայց լռում ենք։ Խոսելուցդ ինչ որ մի բան փոխվելու է, Նարե։ Ոնց ես հասկանում։ Էլ հորդ ոչ մի բան կանգնեցնող չի լինելու։ Դու իրա մեջի գազանին ես արթնացրել։ Չեմ էլ պատկերացնում հետո ինչա լինելու։ Սրանից ավելի վատ չի լինելու։ Դու ուղղակի հորդ լավ չես ճանաչում։ Իմ պես չես ճանաչում։ Դրա համար ես այդպես խոսում։